Ողջույն բարեկամներ, մինչ հայկական կառավարական օրակարգը ողողված է կներեք արտահայտությանս համար ֆայլաբազարային օրակարգերով եւ այդ մակարդակի խոսակցություններով, մեր հարցերը լրջորեն քննարկվում են Եվրոպայում։ Եվ այսպես Մակրոնը Ֆրանսիայում հայտարարում է, որ Ֆրանսիան դեմ է Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ խաղաղության պայմանագրի այս ձևաչափին, որտեղ Հայաստանին պարտադրվում է սահմանադրության փոփոխություններ։ Ալիևը շատ մեծ ցավով է արձանագրել այդ փաստը իրենց մոտ, բողոքել է դրա դեմ, թե Ֆրանսիա ինչ գործնա, թե Ադրբեջանն ու Հայաստանը ինչ փոփոխությունների են պատրաստ գնալ միմյանց նկատմամբ փոփոխություն գնալ որոշակի հաջողությունների կամ խաղաղության հասնելու համար։ Բայց սա միակ խնդիրը չի։ Սա միակ խնդիրը չի, որ կա Ալիևի համար, որովհետև կարծես թե Հայաստանի խնդիրներով ավելի շատ զբաղված են Եվրոպայում, քան հենց Հայաստանում։ Պետք է ասեմ, նաև պնդում է, շարունակում է պնդել Ալիևը, որ եթե Հայաստանը կատարի մեր երկու նախապայմանները, պայմանագրի ստորագրման խոչընդոտները կվերանան, որին պարզ դեմ է արտահայտվել առնվազն Ֆրանսիան, իսկ հիմա կնայենք նաև ինչ է կատարվում Բելգիայում։ Մինչև դրան հասնել ես ուզում եմ ձեր հետ ուղղակի մտածենք, իսկ ինչ կլինի, եթե այսօր Փաշինյան Նիկոլը դնի հանրաքվեի, չէ՞ որ փաստաթուղթ է դա չի կարող, ասենք, հերթական անգամ խախտի ու իր ձեռով սահմանադրություն գրի։ Իսկ ինչ կլինի, եթե սահմանադրությունը դրվի հանրաքվեի։ Իսկ թվում է ինքն էլ Փաշինյան Նիկոլը եւ Ալիևը շատ լավ հասկանում են, որ ցանկացած փաստաթուղթ Ալիևի չէ, ինչ տարբերություն Ալիևի կամ Նիկոլի, իրենց կողմից դրված քննարկման արժանանալու է այն ճակատագրին, ինչ նրանք արժանացան Գյումրիում եւ Փարաքալում։ Երկուսն էլ շատ լավ հասկանում են, որ նրանք ունեն զրոյական ազդեցություն, զրոյական հնարավորություն, կարելի ասել, այդ իրենց երազած սահմանադրությունը անցկացնելու համար։ Եվ հարցը ո՞նց է լուծվելու բա։ Ո՞նց, օրինակ, ո՞նց պետք է լուծի այդ հարցը։ Ես կարծում եմ երկուսն էլ հասկանում են, որ այդ հարցը հանրաքվեով չի լուծվելու եւ միակ եւ ամենահավանական հարցի լուծման ճանապարհը մնում է պատերազմը։ Պատերազմ գրավում են, կապիտուլացնում են երկիրը եւ սահմանադրություն փոխելու կարիք չկա։ Կմտածեք դա անհնարին է, իսկ ինչքանով է հնարավոր Արցախը գրավելը։ Հա, դե ֆակտո կգրավեն, դե յուրե կսկսեն քննարկել, ինչպես հիմա Արցախի դատարկումն են քննարկում, ոչ մի իրենք խնդիր չունեն։ Այսօրվա աշխարհակարգի ընթացքում պայմաններում ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ։ Եթե միջազգային հետախուզման մեջ գտնվող Նետանյահուն կարող է գա եվրոպական երկիր, ասենք Հունգարիա, իսկ ինչու չի կարող Ալիևը Արցախից հետո գրավել նաև Սյունիքը։ Ինչպես հիմնավորում են Արցախի Ադրբեջան լինելը, այնց էլ կհիմնավորեն Սյունիքի Ադրբեջան լինելը, չէ՞ որ երկու պարագայում էլ իրենք ոչ մի հիմնավորում չունեն։ Չունեն, բայց դե ֆակտո իրենք գրավել են եւ դե ֆակտո կարողանում են դա առայժմ իրենց ձեռքում պահել։ Եվ այսպես, եթե դա է ճանապարհը, որովհետեւ սահմանադրության փոփոխելը, հանրաքվեով սահմանադրություն փոփոխելը դառնում է անհնար, երկուսն էլ շատ լավ հասկանում են։ Այսպիսով Ալիևի իրական նպատակները իրականացնելու համար մնում է մի տարբերակ՝ պատերազմ, որի ճիշտ ասած խանգարող ես այս պահին ոչինչ չեմ տեսնում։ Բացարձակապես չի աշխատում միջազգային օրենքը, չկա ստատուս քվո դրան հետևելու առումով։ Նորից եմ ասում, այն հանգամանքը, որ եվրոպական երկիր Նետանյահուն եկավ ու գնաց, իսկ Օրբանը պարտավոր էր ձերբակալել, որովհետև նա Եվրամիության մի մասն է եւ ստորագրել է այդ համաձայնագրի տակ, թքած ունի, ոնց որ ասենք Թրամփը թքած ունի, ոնց որ Նետանյահուն, ոնց որ Ալիևը, ոնց որ Էրդողանը, ոնց որ ասենք Պուտինը։ Ես ասել եմ, չէ՞ որ դրանք բոլորը Ալիևի հետ մի sense առանցք են։ Դա չարի մետաստազներն է։ Չարի առանցքն է, որի շուրջ կառուցվում է ոչ օրինական աշխարհի մի մասը, որին գնաց միացավ իր կամքով, իր նախաձեռնությամբ նաև Թրամփը։ Ով ինչ ուզում է այս մասին ասի։ Ով ոնց ուզում է Թրամփին վերաբերվի։ Լավ, վատ, գովա իր քայլերը, բայց մի բան պարզ է։ Ինքը դարձել է իր կամքով
իր հոժարժ կամքով ընդունում, ոչ մեկ իրան չի ստեփում։ Այդ չարի առանցքի մի մասը։ Թե դա տնտեսական ինչ հետևանքներ ունենալու, մենք անպայման դա կքննարկենք, բայց հիմա ուզում եմ հասկանանք իրար հետ մի բան։ Ոչինչ չի խանգարում այս պահին Ալիևին ուղղակի զորքերով առաջ գա։ Ուղղակի երևի ինքն էլ է հասկանում, որ երևի այդքան էլ ինքը հիմա պատրաստ չի, ինչ որ բաներ կա, որ մենք չգիտենք ինչին պատրաստ չի, բայց ես օրինակ խանգարող ոչինչ չեմ տեսնում։ Բայց ես վստահ եմ, որ հարմար առիթի դեպքում եւ վերջնականապես որոշեն, որ հնարավոր չի հանրակրվեով փոխել սահմանադրությունը, այսպիսով Հայաստանի հարցը լուծելը մնում է ուղղակի նրան ֆիզիկապես ոչնչացնելու։ Այսինքն բաժան անելը թուրքական, ռուսական մասերի դա էլ հնարավոր է, մի մասը անցնում է Թուրքիայի, մի մասը մտնում է խնդրելով, ինչպես ասենք 100 տարի առաջ էր Ռուսաստանի կազմի մեջ, որ ինչ-որ մի բան փրկեն, դա էլ կներկայացնեն մեզ որպես փրկիչ, փրկելու process, եկան ձեզ փրկեցին եւ դուք մեզ պետքա պարտավոր լինեք։ Սցենարները շատ են, բոլոր սցենարները հավանական են, բացի մի սցենարից, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն կդիմագրավի են արտահայտողներին, որոնք այսօր մեր առջև կան։ Մի բաց պատճառով, որովհետեւ երկրի գլխին նստածը աղետ բարի ամենալայն իմաստով։ Եվ այսպես գնանք տեսնենք Բելգիայում ինչ է կատարվում մեր մասով։ Ես անակնկալ իմացա, որ Բելգիայի խորհրդարանում իրականացող լսումներին ներկա են 3 հայ։ Տեսնենք ովքեր են այդ հայերը։ Ուրեմն Տիգրան Բալայան, ambassador of Republic of Armenia, մեր Հայաստանի դեսպանն է, Հովանես Գևորգյան, ուրեմն Արցախի ներկայացուցիչն է Ֆրանսիայում։ Ես չգիտեի, որ Արցախը դրա ներկայացուցիչ ունի Ֆրանսիայում։ Եվ Կասպար Կարամպետյան, նախագահն է Եվրոպայի հայերի ֆեդերացիայի for Justice and Democracy, արդարության եւ դեմոկրատիայի համար։ Ասում եմ, մենք բան ունենք։ Հայաստանի բան ունենք, պես կառույց ունենք, ֆեդերացիա արդարության եւ դեմոկրատիայի, որի նախագահն է Կասպար Կարամպետյանը։ Մի խոսքով, այս երեքն էլ ելույթ են ունեցել, պարզաբանելով շատ հետաքրքիր է բանի մեջ, որ իրանք հերքում են, այս ընկերները, որ իմ համար շատ հաճելի անակնկալ էր, հերքում են Ալմաթայի պայմանագիր կոչված այդ հիմար թուղթը եւ բացատրում են, ասում են, որ դա ոչինչ չներկայացնող իրանից իրավական տեսակից ոչինչ չներկայացնող փաստաթուղթ է, որովհետեւ Արցախը Հայաստանի մաս է եւ միացել է դեռևս 1990 թվականներին սովետական միության օրենքով։ Եթե սովետական միության օրենքով նրանց բաժանել են, սովետական միության օրենքներով են, նրանք վերամիավորվել են։ Ի վերջո, նույնիսկ եթե վերամիավորված չլինեն, դա գաղութացված տարածք է եւ Ռուսաստանը ինքնուրույն ինչ ուզել արել է իր տարածքում, որը միջազգային իմաստով ոչ մի բան չնշանակող հանգամանք է։ Դա եղել է մի մեծ երկիր, որտեղ որոշել են այսպես պետք է գնա ճանապարհը, այսպես պետք է գնա սահմանը։ Այսինքն դա ոչինչ իրանից ներկայացող փաստաթուղթ է։ Ամեն դեպքում իրենք ներկայացել են այն հանգամանքը, որ Արցախը Հայաստանի մաս է դեռ 90-ական թվականներից, որտեղ միավորվել են երկու միավորների խորհրդարանների համաձայնությամբ ըստ սովետական օրենքների եւ այդ հարցը պետք է որոշվի, լուծվի այդ շրջանակներում։ Հոդվածը բավականին երկար է եւ պետք է ասեմ, որ Բելգիայի խորհրդարանը այս հարցի նկատմամբ այս հարցի մասով, նաեւ արցախցիների վերադարձի, Արցախի կարգավիճակի եւ այլն պետք է որոշում ընդունի, հայտարարություն ընդունի մինչեւ մայիսի վերջը։ Ընդամենը 2 ամսվա մեջ ես կարծում եմ։ Սա հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանի եւ Արցախի ճակատագրի հարցերը, որոնք ընդհանրապես քննարկման առարկա չեն Հայաստանում, վաղուց դուրս են եկել Հայաստանի տարածքից եւ դարձել են այլ երկրների քննարկման առարկա։ Այսինքն Հայաստանի եւ Արցախի ճակատագիրը որոշում է Եվրոպայում, բայց ոչ Հայաստանում։ Ես ցավով եմ դա ասում։ Մյուս կողմից էլ, որ նայենք, եթե մնար Հայաստանի կառավարության որոշելուն դա բացառապես, դա նշանակում է, որ մեր շանսերը մոտենում են մոտարապես 0-ի, իսկ ասեի նույնիսկ մինուս, այնտեղ ոչ մի շանս չէր կարող լինել Հայաստանին ինչ-որ շանս թողելու, էլ չեմ ասում Արցախի մասին։ Եվ այս ամբողջ ֆոնի վրա կառավարությունը քննարկում անցկացնում։
Եվ պարզվում է, որ կադրային հեղափոխությունը խոստացած վարչապետը հայտարարում է, որ բոլոր ոլորտներում կադրային ճգնաժամ է։ Ես հատուկ չեմ դնում, որ իա տեքստը դուք լսեք, խնայում եմ ձեզ, մեկ-մեկ կարծում եմ, որ դուք ամեն ինչի պատրաստ եք, բացի այդ ճիվաղի ձայնը լսելուց։ Դուք այդքան փորձություն անցնելով միաժամանակ պատրաստ չեք ամեն անգամ այդ ձայնը լսելու, ես ձեզ հասկանում եմ։ Եվ այսպես, ինչի համար է եւ ում համար է այս հայտարարությունը։ Սա անկեղծության պորտկում է ինչը, բոլորովին։ Այն որ այսօրը գալու է, ես ամեն անգամ ասել եմ սա մասին, որ կադրերն են որոշում ամեն ինչ եւ հաշվի առնելով ովքեր են ղեկավարում պետությունը, որպես կառուցվածք, որպես աշխատող հիմնարկ, որպես օդանավ, որպես սուզանավ, ինչ ուզում եք հաշվեք, հա, որպես մեքենա, ոնց ուզում եք նայեք, բայց սա մեխանիզմը, որ գնում է առաջ, դու իրեն չես կարող կանգնեցնել, դու իրեն չես կարող չեղարկել, դու իրեն չես կարող հետ տանել։ Սա process-ը, որ պետք է գնա։ Եթե դու չունես բոլոր տեղերում որակյալ մասնագիտական կադրեր, նշանակում է քո ընթացքը վաղ թե ուշ կանգնելու է։ Թե ինչ արագությամբ է կանգնելու, ինչքան արագ կկանգնի, երբ կկանգնի, դա ուրիշ հարց է։ Դա կախված է քո կինետիկ էներգիան, քո դինամիկան ինչքան է եւ ինչքան ունես դիմադրություն, հա։ Հաշվի առնելով, որ Հայաստանը կինետիկ էներգիա բացարձակապես չունի, ասեն առաջ տանող էներգիա, իսկ խոչընդոտները չափազանց շատ են, բնականաբար այս մեքենա պետք է կանգնել ինչքան հնարավոր է շուտ։ Եվ այդ մասին 7 տարի հետո բացահայտում արած ճիվաղը հայտարարում է, որ կա կադրային ճգնաժամ։ Եվ ինչպես է պատրաստվում այդ ճգնաժամը լուծելու։ Հա, հետաքրքիր է, որ մտածում է, եթե մենք ունենայինք, ասենք, 10 միլիոն դրամանոց աշխատավարձ, կարող ենք այդ հարցը լուծեին։ Ասենք տարբերակներից մեկն է, հա, տարբերակներից ասենք 10 միլիոն դրամ աշխատավարձ, որ այդ հարցը լուծի։ Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել մի բան։ Երբ որ խորհրդարանի պատգամավորների աշխատավարձներ բարձրացվում, դատավորների աշխատավարձը, կառավարության այդ անսպար պարգևատրումներն ու աշխատավարձների sense, հա, տիեզերական թռիչքներն էին։ Հիմնավորում ասում են ոնց, լավ մասնագետը պետք է լավ վճարվի, ոչ չգնա մասնավոր ոլորտ։ Սա ընդամենը 3-4 տարվա բան եմ ասում։ Իրենք իրենց այս ոչնչությունները դրել են լավ մասնագետների տեղ, որոնք պետք է լավ վճարվեն, կուշտ լինեն, ավելի շատ լափելու համար, բայց ընդ որում կառավարման իմաստով, մասնագիտական իմաստով, դա մասին մոռացել էին, որ իրենք նաև պետք է հմտություններին տիրապետեն։ Առանց աշխատավարձի, առանց մասնագիտական հմտությունների հնարավոր չի պատկերացնել որակյալ աշխատող։ Ես դրան համաձայն եմ, բայց դա պետք է լինի երկուսի մի տեղ, երկուսը մեկում։ Չի կարող լինել լավ աշխատավարձ դատարկության համար։ Հիմա 7 տարի պետության փողերը մսխած անիմաստ պատկեվատրած, դες հարց առաջանում, բա Փաշինյան Նիկոլ, ինչի դիմաց է դու դրանց պատկեվատրում։ Հարց, չէ՞։ Եթե դուք տապալել եք, եթե հասկացել եք 7 տարի հետո, որ դուք կատարյալ դատարկ եք եւ կառավարման համակարգում դուք չունեք որևէ մեկ մասնագետ, որ տրանսպորտային շարժը հաշվարկի ապահովի, հոսքերը պետքա ստեղ ճանապարհ ավելացնել, թե չէ պետքա այս ժամին, այս օրը այս բանը նորոգում անել, թե չէ, նույնիսկ լուսացույցների կարգավորումը գոյություն չունի։ Եթե դու դրան մասին չունես, եթե դու տրանսպորտի գինը հաշվող մասներ չունես, եթե դու օդի աղտոտվածությունը եւ կանաչապատման process-ները հաշվող, շինարարությունը ոնց այդ հոսքերը դու այդքան մարդկանց ոնց է տանում տեղավորում ես, այս հոսքը ոնց է լինելու, աղտոտվածություն եւ այլն, սա տեսեք ինչ պրիմիտիվ բաների մասին եմ խոսում։ Այդ չեմ խոսում պաշտպանական մեխանիզմների մասին, ես չեմ խոսում մշակութային, ես չեմ խոսում կրթական, ես չեմ խոսում գիտական, որ ամեն ինչ տապալված է։ Սոցիալական, բժշկական, որտեղ ուզում եք մատները դրեք, ասես մատով կպնում ես, այնքան նեխած է, մատը անարգել մտնում է դեմ մեջը։ Եվ սկսում է շան հոտ գալը տեղից, որովհետև նեխած է ամեն ինչ։ Հիմա հարց։ Բայց 7 տարի դու դրանց ինչի համար էիր պատկեվատրում։ 7 տարի նույն կազմով առանց որևէ մեկի պատժելու պատկեվատրում ես ամեն ինչի համար, տապալելու համար։ Մարդիկ պահանջում են ֆուտբոլի նախագահի, ֆեդերացիայի նախագահի հրաժարականը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ավելի մեծ պաշտոնաստան։ Եվ այտենց բոլոր ոլորտներում, բոլոր նախարարները տապալվել են, քո բոլոր ամեն ինչ տապալված։ Չկա մեկ պատասխանատու եւ մեկ մասնագետ։
Եվ ընդ որում մասնագետների ընդունման հարցում էլ դու էլի պայման ես դու անպայման պետքա CD, անպայման պետքա համաձայն լինի այս կառավարության հետ, լսի, տխմար, այս կառավարության հետ նույնիսկ այս կառավարությունը համաձայն չի։ Դու կարող ես գտնել ու գտել ես ու հնարավոր էլի գտնես ամենահատակային, ամենաստորագույն, ամենաանգրագետ, որովհետև մի քիչ կրթություն ունեցող մարդը նշանակում է 2 տառ ավելա կարդացել, գուցե գիրքա կարդացել կյանքում, հա, չգիտեմ, գուցե Դաստոևսկիա կարդացել կամ Շիլլերը կարդացել կամ չգիտեմ Կանտ կարդացել միամիտ, հա, Հեգել կարդացած լինի, եւ նա միանգամից բացահայտում է, միանգամից, այսինքն քո ստատուսներից այն կողմ ցանկացած գիրք չի ակես ասում, բայց քո ստատուսներից բացի ինչ որ մի բան կարդացած մարդու համար միանգամից ակնհայտ է, որ դու տապալված ոչնչություն ես եւ այդքանից հետո եթե նա գալիս է քո հետ աշխատելու, այդ բան կա։ Կամ ինքը բացառապես քո ստատուսն է նա կարդացել, կամ հասկանալով որ դու տապալված ես, եկելա տեսնի էլ ինչ կա, էլ ինչ է մնացել, որ քերի ու տանի։ Հետևաբար թե կառավարման որակի մասին խոսք չի կարող լինել։ Մանավանդ, երբ որ դու պայման ես դնում, որ անպայման դրանք պետք է լինեն կառավարություն սիրող, ասել է թե թրքասեր։ Թրքասեր։ Ես էլի պետք է մի քիչ հետ գնամ, քանի որ ես կառավարման համակարգի հետ առնվազն 2000 թվականից աշխատել եմ։ 2000 մինչև 2015 թիվ, այսինքն 15 տարի ես կառավարման տարբեր օղակների հետ աշխատել եմ, ես գոնե կարող եմ ասել մի բան, որ նույնիսկ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ կառավարությունում կար մոտավորապես 30-70% հարաբերություն։ 30% մոտավորապես կուսակցականներն էին, որ նրանց էին նստած էին այդ ամեն ինչի գլխին, որ հանկարծ կուսակցության ցենց ասեմ բանից դուրս չգար գծից։ Հա, որ պետք է ժամանակ տանեին ընտրության, տանեին կազմակերպեին, բայց այն 70%-ը դրանք ընտրված մասնագետներ էին։ Գուցե ոչ ամենափայլունները, դրանք էլ իհարկե գնալով դառնում էին կուսակցական կոռումպացված, բայց այս 30 մոտավորապես 70 հարաբերությունը 30 կուսակցական, այսինքն եթե Աշոտյանը մենակ ինքը բանն է, հանրապետականն էր, գոնե ասենք կրթության նախարարությունը, անդե կային մասնագետներ նստած։ Հա, այդ ժամանակ գրքերը որ տպվում էր, Թուրքիայի եւ ադրբեջանական գրողների մասին խոսք չէր կարող լինել։ Ես Աշոտյանի վրա բերեցի օրինակը, որ հասկանա, որ Աշոտյանը իմ ամենաչսիրած կերպարն է, որ ես սիմպաթիայի չի, որ ես օրինակը բերում եմ, բայց նույնիսկ Աշոտյանի հիմնարկում պարտադիր չէր վարչության պետները լինեին հանրապետական։ Իսկ դուք միջև վերջի պահակը սարքեցիք թրքասեր։ Դուք ուզում եք որակ ունենաք, ոչ։ Այս համակարգն էլ կորսանելու է ձեզ, սա իներցիա է, սա բնական process է, որ ուրիշ տարբերակ չէ լինի։ Պատկերացրեք, ես հավաքում եմ նվագախումբ ու հավաքում եմ բացառապես ինձ համակրողների շրջանակներից։ Պատկերացրեք, աննորմալություն մեկ անի, մի հատ դիրիժոր, մենակ իր սիրողներից վերցնի, կարող է հատուկենտ դե որակյալ երաժիշտներ լինեն, հատուկենտ, որ համընկել է, համինքը լավն է, համ քո ամեն ինչը հավանում է։ Բայց մնացածը լինելու են ուղակի մարդիկ, որոնք կարող է կյանքում ոչ մի գործիք չեն էլ տեսել։ Ու ես պետքա ստանամ իդեալական հնչողություն եւ երաժշտություն տեղ։ Դուք հիմա դա եք ստանում։ Դուք հիմա ասում ես, բայց ինչի ասես վատ, ինչի ասես կեղտոտ, ինչի ասես անկազմակերպ։ Հնչում է երաժշտությունը, բա դուք ինչ պետք է լիներ։ Բա ինչ պիտի լիներ ուրիշ։ Ընդ որում թուրքական երանգներով է երաժշտությունը։ Այս ես որ հանգիստ եմ նայում ինչ որտեղ այս ամեն ինչի մի բանի վրա եմ նստած, որ դուք անկման մեջ եք, ազատ անկումը, որի վերջը կանխատեսելի է։ Իմ հարցը մտահոգությունը մենակ մի բանի մեջ է, թե այդ վերջից հետո մենք կարողանալու ենք վերականգնենք, ունենք ռեսուրս, մարդկային մասնագիտական եւ կամք, թե կործանում ենք ու վերջ։ Որովհետեւ ասենք դա մեր ճակատագիրն է։ Միակ բանը, որ ինձ հետաքրքրում է, դա է։ Ոչ թե որ ես կանխեմ ձեր անկումը, ոչ թե ինչ որ մտահոգվեմ ընկնելու եք, վերանալու եք, թե ոչ։ Չէ, դուք ընկնելու եք ու վերանալու եք, դուք արդեն ընկել ու վերացել եք։ Դուք պատկերացրեք ինչքան է ծայրահեղ բան դարձել, դատարկ, որ հասկացել են, որ էսա վիճակի իրենց մոտ։ Ու տեսելի ալեգորիան լսի։ Եթե կարելի է վարորդ լինել չիմանալով մեքենա քշել, ինչի չի կարելի լինել կառավարիչ չիմանալով կառավարել։ Հիմա հարց։ Ո՞ւմ է ընտրել կառավարիչներին։
Դու ոչ վարորդ ես, ոչ կառավարիչ ես, ոչ լրագրող ես, ոչ քաղաքական գործիչ ես, քո ոչ մի խոսքը երեկվա ասած խոսքին չի բռնում, դու ոչ մարդ ես ի վերջո, դու ոչ մի բան։ Եթե դու կարող ես լինել վարչապետ, վստահ եղի, որ ամեն անարժան, ամենավերջին են ոչնչությունը իր մասին մտածում է, եթե կարող է Փաշինյան Նիկոլը լինի վարչապետ, ես ինչ պակաս ոչնչություն եմ, այսինքն ահնարին բան չկա, եւ բոլորին զարմանալի չի, որ ես ասում եմ, եթե կարելի է վարորդ լինել, չիմանամ մեքենա քշել, ինչի չի կարելի լինել կառավարիչ։ Այն ինչ որ ասում ես, այն էլ արել ես, ով անում։ Ու այս պարագանը, որ ինքն է ասում այդ մասին, մոռանալով, որ ինքը ընդդիմադիր գործիչ չի, մոռանալով, որ ինքը կառավարության ղեկավարն է։ Իրան ոչ մեկ չի էլ ասում, այդ տխմար, ո՞ւր իդիոտ ես։ Դու քո վրա սուսմունք ես տալի, գոնե մի խոսա։ Ես այսպես տողել որ կարդում եմ, ես հիշում եմ, որ ես կյանքում ոչ շատ, բայց տեսել եմ մարդկանց, որ հանդիպել եմ։ Ես էլ ամենա դրանցից կարգառուն դեպքերից մեկն է։ Մարդիկ, որոնք ոչ մի արածի համար երբեք պատասխանատվություն չեն վերցնում։ Ես տեսել եմ շատ չէ, բայց դրանք կա։ Հիմա խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, մասնավորապես երիտասարդներին, որոնք ընկեր են ընտրում, զուգ ընկեր են ընտրում, կյանքի ընկեր են ընտրում, ուզում են ամուսնանալ։ Դա լինի կին տղամարդ, էական չի։ Եթե դուք տեսնում եք դիմացի, ձեր դիմաց մեկին, որ անդադ արդարանում է, դուք հանդիպել եք աշխարհի ամենասխալ մարդուն։ Ընդ որում, մարդու արժանապատվությունը ինչքան բարձր է, ինքը ինքան չի արդարանում։ Այսինքն նույնիսկ կողքինի սխալը պատրաստ է իր վրա վերցնել, հասկանալով, որ իր կողքինի սխալի համարել է ինքը պատասխանատու։ Հա, որովհետև մարդու պատասխանատվությունը ինչքան բարձր է որակներ, այնքան հասկանում է, որ շրջապատի համար էլ ինքը ունի պատասխանատու, ոչ թե մենակ իր կերածի համար, հասկանում եք, իր արածի համար։ Այո, մարդ իր արածի համար առաջին հերթին պատասխանատու, բայց մի քիչ ավելի պատասխանատվություն զգացող մարդը, մի քիչ ավելի բարձր լեվելի մարդը հասկանում է, որ նաև ինքը ունի շրջապատի նկատմամբ, հայրենիքի նկատմամբ, ընտանիքի նկատմամբ, կնոջ, երեխայի, հարևանի, հա, պատասխանատվության շրջանակը լայնանում է։ Եթե դուք տեսնում եք մարդ, որ նույնիսկ իր արարքների համար չի ուզում վերցնել պատասխանատվություն, դուք ձեր դիմացը տեսնում եք աշխարհի ամենաանհաջող երևույթը, դա լինի կին, դա լինի տղամարդ, էական չի։ Այսինքն ինչա պետք անել։ Հեռու մնալ։ Ուղղակի հեռու մնալ։ Հասկանալով մի բան, որ նույնիսկ ամենագեղեցիկ օրիորդը, որ sense նայում ես ուղղակի չես կարողանում աշկետ կրես, կամ ամենահմայինչ տղամարդը, որ ասում ես, այ երանի ես մարդուն ես, երեխեքին ես, ինչ որ այ ամենահմայինչ մարդուն, բայց որը չի ուզում պատասխանատվություն վերցնել գոնե առնվազն սեփական գործողությունների համար, չեմ ասում ավելի բարձր, հա։ Նշանակում է պետք է հեռու մնալ։ Հեռու, այսինքն միակ տարբերակը չեմ ասում դու կարող եք իրան դաստիարակել, մոռացեք դրան, որովհետև պատասխանատվության զգացումը դա մի բան է, որ պետք է ինչ-որ ուրիշ տեղից գալ, պատասխանատվության զգացումը գալիս է անսխալական բանից հեռու լինելու, այսինքն ովքեր են վախենում սխալ լինել, վախկոտ մարդիկ, վախկոտ ծույլ, որ ասենք ծույլ են, որ վերանայեն, վախենում են հանկարծ մեղավոր դուրս գան, հասկանում եք, իսկ պատասխանատու մարդը անդադ մտածում, լավ, եղավ ասենք, դու ոչ մի բան չես կարող փոխել, որտեղ հնարավոր էր փոխել, որտեղ ինչ էր հնարավոր անել, գոնե երկրորդ անգամ չկրկնելու համար, չէ՞ որ մենք ոչ մեկ մեզանից անսխալական չի։ Գոնե կարելի է նայել հաջորդ անգամ, որ sense վիճակ լինի, ոնց անել, գոնե մինիմում վնասնելով դուրս գալ։ Իսկ եթե մարդ անընդհատ սա նման ասում է, ես պատասխանատու եմ, բայց ես մեղավոր չեմ, հասկանում եք։ Մենք շրջապատում շատ ունենք կտես մարդկանց։ Հեռու մնա։ Այս այն անեկդոտի նման է, մեկը գնում է բժիշկի, ասում է բժիշկ ջան, գրիպ եմ, ինչ անեմ։ Սմոսից հեռու մնա։ Ուղղակի հեռու մնա։ Որովհետև դրանցից երբևէ ոչ մի օգտակար, ոչ մի լավ բան հնարավոր չի սпасել։ Այդ մարդիկ ավելի շատ սպառող են, այսինքն վամպիրի նման կքաշեն, կգնան առանց որևէ պատասխանատվության զգացումի եւ պատասխանատվություն կրելով։ Այդ չեմ ասում շնորհակալության զգացումի։ Դե հա, ասենք այս կերպարը ոնց պետք է լիներ։
Դուք հասկանում եք, չէ՞ որ սա դիտավորյալ կերտված կերպար է։ Այս գլխարկը, թուրքական գլխարկը, բոլորիս հիշացնող, թող կանաչի վաճառողները ինձ ներեն, հա, բայց բոլորը սովետական ժամանակից, հա, ովքեր կան, հիշում են, որ շուկաներում, եթե sense գլխարկ դրած կա, մենք ասենք Ադրբեջանից եկած կանաչի վաճառողներ, ասենք կանաչի վաճառողներն էին։ Նույնիսկ եմ ասում թող ինձ ներեն Հայաստանում կանաչի վաճառողները, բայց թուրքերը գալիս էին կանաչի վաճառելու ու դրանք շատ էին Հայաստանում եւ գումի շուկայում էին եւ պրոսպեկտի շուկայում էին, կոմիտասի շուկայում էին։ Ես հիշում եմ, ցանկ այս գլխարկներով են։ Ինքը այս գլխարկներով, հալմատ այս երևույթին նայեք։ Սա ոչ միայն պատասխանատվության զգացում չունի, հա, սա քարոզիչ է, թուրքական ամեն ինչի ապագայի քարոզիչն է։ Եվ բացի Բելգիայից ես անցնեմ արդեն մեր օրակարգի, Եվրոխորհրդանը նշում է հայոց ցեղասպանության տարելիցը զուգահեռներ անցկացնելով ԼՂ էթնիկ զտումների հետ։ Տեսեք, Ֆրանսիան մեր օրակարգն է տանում առաջ, Բելգիան քննարկումների մեջ է, մայիսի վերջում կունենա այդ արդյունքները, Եվրոխորհուրդն էլ առանձին է այդ անում, առանձին, հասկանալով մի բան, որ այսօրվա Հայաստանի ղեկավարությունով հանդերձ, ովքեր ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, ունակ չեն եւ չեն ուզում իրականացնել սեփական քաղաքականություն եւ պահել իրենց արժանապատվությունը ոնց որ կա։ Մյուս կողմից էլ երևի իրանք հասկանում են, որ չի կարելի թույլ տալ, որ Թուրքիան ու Ադրբեջանը անպատիժ մարսեն սա։ Ես ավելի շատ հակված եմ հենց դրա հետ, ոչ թե որ մեզ շատ են սիրում, դրա համար են անում։ Կարող է սիրում, կարող է սիմպաթիա կա, բայց այս հետևողական աշխատանքի Ֆրանսիայի, Եվրոխորհրդանի, Բելգիայի այս ընթացքը ես կապնում եմ սառնասրտորեն, որ այդ երկրներին դուր չի գալիս անպատժելիության հեռանկարը, որ իրականացնում են Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ իրանք անընդհատ սա տակ են պահում, տակ, ցույց են տալի, որ սա կա, նույնիսկ եթե Հայաստանում սա օրակարգ չի, բայց այնտեղ օրակարգ կա, եւ քանի որ եւ Եվրոպան եւ Ադրբեջանը ուզեն թե չուզեն, կախվածության մեջ են Եվրոպայից, ուզեն թե չուզեն, սա այն մահակն է, որ միշտ ցուցադրաբար պահում են իրենց գլխին։ Դե հիմա, այո, անշուշտ էկրանային կողմից կլինեն մարդիկ, որ կասեն, դա իրան շահերից է բխում, դրա համար են անում։ Ես չեմ բացառում, այո։ Քաղաքականությունը նաև դա է ենթադրում։ Դա է ենթադրում, եթե իրենց շահերին հակառակ լիներ, իրանք դες չեն անի։ Տեսեք, Օրբանը իր շահերից չի, որ ենթարկվի միջազգային օրենքներին։ Իր շահերից է, որ ինքը բարեկամություն անի Պուտինի հետ, որտեղ Պուտինի ագենտն է, ուր պետք է գնա։ Օրբանը Պուտինի ագենտն է, դե նրանց նշանակում է, ինքը պետք է Նետանյահուն բերի մոտը, ցուցադրաբար։ Ու ասի, ես դες չեմ ենթարկվում։ Հիմա թե Եվրոպան սա ոնց կարձագանքի։ Սա եվրոպացիների խնդիրն է, բայց սա չի կարող մնալ անարձագանք։ Տարբերակներից մեկը ես ինձ եմ համարում կամ որոշում ռադ Եվրոպայից կամ քանդվում է Եվրոպա, ստեղծում է նոր Եվրոպա առանց Հունգարիայի, առանց Սերբիայի, առանց Սլովակիայի, ասենք այդ երկրները, որոնք չեն ուզում դառնալ ցիվիլ, անան կարող են ցեղասպանի հետ ուզում են, ոչ թե կարող են, ուզում են, դա իրանց կառավարման համակարգն է թելաջում, կոռումպացված հանցագործ կառավարման համակարգը ուզում է իրար պահեն։ Դա տենց է, Բելարուսը պետք է Ռուսաստանի պահի, Ռուսաստանը Բելարուսին, որտեղ առանձին երկուսը թույլ են։ Հա, Ռուսաստանը պետք է Սերբիային պահի, Սերբիան պետք է Հունգարիային պահի, եւ այդ ամեն ինչի մեջ անպայման պետք է լինի Իսրայելը եւ դրանց քավորներ դարձել է Թրամփը, ոչ ավել ոչ մակաս։ Հիմա իրանք իրար պետք են։ Հիմա հարց, Եվրոպային ինչա պետք։ Առայժմ իրանք շատ հստակ են աշխատում Հայաստանի նկատմամբ եւ Ուկրաինայի նկատմամբ, որը նշանակում է, որ ինչ որ մի վերաբերմունք անպայման ունենան նաեւ այս հարցում։ Ուրեմն փաստորեն շաբաթօրը sense բան ա եղել, արցախցիները բացատրություն են պահանջել Վիտալի Բալասանյանից։ Ուրեմն հավաք ա եղել շաբաթօրը։ Ազատության հրապարակում, եթե երևի դուք հիշում եք, հա, հանրահավաքի ժամանակ, ասում են վերջում բոլոլայ է եղել։ Հանրահավաքին եկած Արցախի քաղաքական հասարակական մի խումբ գործիչներ վերջում հրապարակի մատույցներում նկատել են Վիտալի Բալասանյանին։
ու պարզաբանումներ են պահանջել, թե ինչ է իր բանակցում Ադրբեջանի հետ, որ վերջում անկավ Արցախը։ Ասում են հիշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Բալասանյանը, որ ջերմ հարաբերություններ ուներ ռուս խաղաղապահների հրամանատարության հետ, ներգրավված էր ադրբեջանցիների հետ բանակցություններում։ Այո, արցախցիները վիտոյին մեղադրել են նաև պատերազմից հետո 2 տարի անց փարուխը հանձնելու մեջ։ Այո, Բալասանյանն ասել է, որ ինքը կապ չունի, այդ մեղադրանքները ինքը չի, իր հասարակները ինքը չի։ Փարուխներ չէր կարող հանձնել, քանի որ ինքը եղել է անվտանգության խորհրդի քարտուղար եւ չէր կարող զորքի հետ քաշման հրաման տալ։ Երկրորդ Նիկոլն է, էլի։ Այդ հրամանը տվել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, բայց դեպքում բա դու ինչ մեխի գլուխ էի ընդ։ Եթե անվտանգության քարտուղարը դու ես, բայց ՊԲ հրամանատարը հրամանատարի հետ քաշվելու։ Այսինքն դու դեմ ես ինքը հետ քաշեց, իհարկե ոչ։ Եվ նրանց ուղղորդել է Վարդանյանի կողմ, ասել է ես կապ չունեմ, գնացեք Վարդանյանի կողմ։ Ներկաները տպավորություն են ստացել, որ Վարդանյանը ՀՀ իշխանությունների ջերմ հարաբերությունների շնորհիվ է, որ այս կորուստների համար պատասխանատվություն չի կանչվում։ Այո, եւ ոչ միայն ինքը, նաեւ Վիտալի Բալասանյանը եւ մնացած բոլորը, այն հայկից սկսած են անունը այն գալն իջևանցի։ Ուղղակի արցախցիները մոռացել են հիշել, բա Բալասանյան Վիտո, բայց դու չէիր, որ ադրբեջանցիները տնկել էիր, սոս, աղավնո, հա, այդ գյուղերը դատարկելու։ Դու չէիր։ Դու անձամբ էիր գնում այդ մարդկանց տները մտնում, հələ զգուշացնում հանկարծ ձեր տները չվառեք, փող եմ խոստացել, փող էիք առաջարկում։ Դու չէի, Հայկ Խանոմյանը, հայ հիշեցին։ Դուք չէիք, այսօր Հայկ Խանոմյանն են ինքն հանգիստ շրջում են, նույնիսկ հարցազրույցներ են տալիս։ Հիմա հարց։ Ինչի մենակ Կամո Վարդանյանը, բոլորն էլ իրականացել են Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը նույն ծրագիրը եւ իրանք խնդիր չունեն իրար հետ։ Իրանք ընդհանրապես խնդիր չունեն իրար հետ։ Հայաստանի Հանրապետությունն էլ դրա հետ խնդիր չունի։ Հարց չկա, բայց բյուջեն ուրա, հարց չկա, բայց օգնություններն ուրա, հարց չկա, դա ոնց եղավ։ Ոչ մի խնդիր չունեն իրար։ Լրիվ միասին իրականացված ծրագիրը։ Ուղղակի զարմանում եմ մեր արցախցիների միամիտ լինելու վրա, էլի։ Որ այսքան բանը չեն հիշել, բռնեին կոկորդից, ասեին, արա, դու մեր օդը ինչի փակեցիր։ Դու էիր ընկած ադրբեջանցիների հետ, փակում մեր ճանապարհը։ Աղավնոնով հանձնեց։ Դա մեր կարգվող ճանապարհն էր, դու թուրքերի հետ ընկել ես դեռ ծեծելով հանձնում էր այդ գյուղերը, որ հետ ասել, վայ, մենք ճանապարհ չունենք գնալ գալու։ Դու ես, չէ՞։ Հույսով եմ մյուս անգամ արցախցիներ որտենաք, ոչ կհավատաք սրան, դուք ուղղակի մի բան ունեք անելու։ Ինչ որ դուք երևի կանեիք ձեր երկիրը ծախողի հետ, ցանկացածի հետ։ Թողում եմ ձեր ֆանտազիային, ինչ կարելի անել, ձեր երկիրը ծախած, ձեր հաշվին հարստացած, այսինքն ձեր կյանքի, մեր բոլորի կյանքի, մեր երկրի հաշվին հարստացած վաճառած դավաճանի հետ, ինչ կանեին։ Սա դրանցից մեկը Ինչքան էլ ուզում ես, այստեղ են Բալասանյան Վիտոն։ Ինչքան ուզում եք Կամո Վարդանյանին էլ քաշի մեջը։ Բոլորն են մեջը։ Բոլորը։ Մեր փոխարեն բաննա իմջալոց YouTube-ն է աշխատում նաև ադրբեջանցիների վրա, իմացա որ 20000-ից ավել YouTube-ը բանա, ալիք է փակել ադրբեջանական քարոզչության։ Պատկերացնում եք YouTube-ում եղել է 20000-ից ավել ադրբեջանական քարոզչություն իրականացնող կեղտոտ ալիք։ Հայաստանը մի հատ չունի։ Հայաստանը ոչ մի բան չունի։ Ադրբեջանը 20000-ից ավել YouTube կանալ է փակել, ադրբեջանական YouTube կանալ է փակել հենց Google-ը, հասկանալով որ դա կեղտոտ քարոզչություն է։ Բա ուզում եք մենք նույն նժարի վրա լինենք, միջազգային հանձնության աչքի առաջ դուք պատկերացնում եք, այսքան քարոզչությունից հետո դեռ մեզ հələ չեն մոռանում Եվրոպայում։ Մենք ոչ մի բան չենք անում, հիշում եք այդ Հայդատի պատմությունն է, որ Հայդատին այդ Արամ Ղամբալյանին հարցնում են, լսեք, բա դուք ինչի ոչ մի անգամ ոչ մի լոբիստական ընկերության չեք դիմել, ասել են ինչին ապետ, մենք ճիշտ ենք։ Մենք ցես կնստենք, մենք ճիշտ ենք։
Մենք բան չենք անի, Թուրքիան թող ամեն ինչ անի, Ադրբեջանը թող ամեն ինչ անի, հետո կասեն, բա միջազգային հանրությունը ո՞նց հանդուրժեց։ Միջազգային հանրությունը մեր մասին չի խոսում, միջազգային մեդիան մեր մասին չի խոսում։ Ժողովուրդ ջան, ինչի պիտի խոսա։ Մենք մեր մասին չենք խոսում։ Իրանք ինչի պիտի խոսան։ Հələ այսքանն էլ որ կատարվում է, ես նայում ասում եմ, կարող է սխալ բեռնագիր է, բացում կարդում եմ։ Ասում չէ, ռեալ մարդիկ են, ռեալ զեկուցողներ են, ռեալ process է գնում։ Ինչի մենք նույնիսկ չենք պարտադրում, կոչանում, ոչ մի բան չի արվում դառնում։ Բայց ինչու մի բան էլ նույն է, դու պատկերացեք, եթե մենք ունենենք 20,000 YouTube-յան ալիք, որը ասենք պրոհայկական քարոզություն անում, տարբեր լեզուներով։ Աշխարհը մեր մասին խոսալ են, ինչքան Իսրայելի, ինչքան Ուկրաինայի։ Այն հանգամանքը, որ մենք նեղանում ենք աշխարհի վրա, մանի վրա, ինձ տխրացնում է ոչ թե որ դա իրականություն է, ինձ տխրացնում է որ մարդիկ չեն հասկանում դա ինչից է։ Մարդիկ չեն հասկանում ուղղակի ու մարդը որ չի հասկանում, փոխանակ ինքը փորձի հասկանալ դա խնդիրն ինչու՞, սկսում առաջինը մունատ գալ։ Զգացել եք որ մեր մոտ ամենազարգացած օրգաններից մեկը մունատի օրգանն է, ես ճիշտ ասած չգիտեմ այդ օրգանը որտեղ է աճում, բայց ես զգացել եմ որ մեր հայկական տերությունում ամենազարգացած եւ ակտուալ օրգանը դա մունատի օրգանն է։ Ոչ մի անգամ մենք չենք մտածում, բա մենք ինչ պետք է անեինք որ դա լիներ։ Հետո նա այդ հարցը որ տալիս ես, բարձր դու ոչ մի բան չես արել։ Որ դու ոչ մի բան չես արել։ Եղածից է շնորհակալ չես։ Բախի դրանից ավել պետք է լիներ։ Խի դրանից պետք է ավելի ինչի հիման վրա։ Երբ որ քո արտաքին գործերի նախարարությունը դա մասին չի խոսում, արտաքին մեդիան դրա մասին, դու ոչ մի բան չունես, ոչ մի քարոզչական, նույնիսկ պաշտոնական լրատվություն չունես։ Պաշտոնական լրատվությունը լռում է, ասենք Գերմանիայի նախագահի բանի արծի մասին։ Ցիցեռնակաբերտ արծի մասին։ Բա ո՞նց պետք է լիներ ուրիշ, ժողովուրդ ջան։ Խնդրում եմ, եկեք մենք ինքներս մեզ վերանայենք։ Մեր հարցերը ոչ մեկ չի լուծելու, մենք չունենք Սասունցի Դավիթ։ Ես ընդհանրապես ասեմ ավելի, ես դեմ եմ նույնիսկ Սասունցի Դավիթին։ Ոչ թե ինքիմ համար լավ կերպար չի, չէ, ես չեմ ուզում ինչ որ մի հատ անհատ, թեկուզ ամենակատարյալ, հա, գա ու մեր բոլորի հարցերը ինքը մենակ լուծի։ Հո մենք ինվալիդ չենք ժողովուրդ։ Դա ոչինչ ոչ մի արժեք չի ներկայացնելու մեր համար, եթե մենք մեր ներդրումը չունենք այդ ամեն ինչի մեջ։ Ի վերջո հիշեք, ցանկացած մեկը որ գալիս է մենակ այդ իշխանությունը վերցնում է, ժամանակի հետ ինքն էլ դառնում է այդ իշխանության ուզուրպատորը։ Ինչպես sense վերցեցինք սկուտերի վրա տվեցինք Փաշինյան Նիկոլին։ Հասկանում եք ուրիշ ինչ օրինակ բերեք։ Եթե մենք պատրաստ չենք մեր թերությունների համար մեր պատասխանը գտնել, մեր անձնական, անհատական մակարդակի վրա, հա, եւ տեսնել արդեն հաջորդ քայլով ինչ անենք, որ դա փոխվի, վերաբերմունք փոխենք, անցնենք կիրառման հանրային պարսավանքի ամենակարևոր զենքը, բացում եք ուրիշ բան չունենք, չէ՞։ Մենք դա փոխարեն անելու մտածում ենք, ինչպես ոչ մի բան չանենք, բայց մունատ գալու առիթ ունենենք։ Կա մունատ գալու միշտ առիթ լինելու է, բայց դա հարց լուծող բան չի, գործիք չի։ Աստուծենով գործա պետք անել, գործ։ Այ հիմա լսեք սրան։ Թուրքեր, ադրբեջանցիներ բնակարաններ ձեռք բերել են վերջին տարիներին։ Այդ թվային տվյալները բազմաթիվ անգամ մեր կողմից լրատվականներին տրամադրվել է, ներկա պահին ես անգիր թվեր չեմ հիշում, թուրքեր եւ ադրբեջանցիներ ասվածի վերաբերյալ հիմա չեմ կարող ձեզ պատասխանել, որովհետեւ ազգությունը ես չգիտեմ, ես կարող եմ ձեզ ասել քաղաքացիներ Թուրքիայի եւ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիների կողմից որոշակի գույքերի ձեռքբերում եղել է, բայց այդ քաղաքացիները իրենք ազգությամբ կոնկրետ ինչ են, չեմ կարող ասել։ Տիպիկ քպայականը, չէ՞։ Տիպիկ քայլարաստա։ Ասում եմ դրանք Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներ, բայց ես չեմ կարող ասել դրանք ինչ ազգ են, կարող դրանք հայ են։ Բանով, ենթատեքստով, կարող է ռուս են, կարող է, չգիտեմ, հրեա են։ Հա, նույնիսկ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չի։ Ճիշտ է, Ադրբեջանի քաղաքացիը գալիս է Հայաստանում
գույք առնում։ Ես հիմա հարց եմ տալի բոլորիս։ Քանի Հայաստանի քաղաքացի կարող է գնա Ադրբեջանում, կադաստրով գրանցվի ու գույք առնի։ Քանի։ Այս մարդը պարզ դրա մասին հայտարարում է, որ ինքը այդ գործարքն ա։ Չէ՞ որ այս գործարքը գրանցվել է կադաստրում, չէ՞ որ շարժ նկատվում է նախորդ չէ՞ որ այս գործարքն է ոչ միայն գրանցվել է գործ, այսինքն դրա մասին իմացել են, աշխատողներ են եղել, ստորագրություններ եղել, հաշվառում է եղել, ճարտարապետ է եղել, գծագիր է եղել, արխիվի, այսինքն մի հատ հսկայական աշխատակաց բոլորն իմացել են, որ տես բան է լինում։ Բոլորը։ Բայց դա եղել է ու այս մարդը հանգիստ առանց որևէ բանի խոսելու ասում է այո նման բան է եղել։ Ինքը վստահ է մի բանի վրա, ասենք հենց հիմա այս միկրոֆոնը չի հայտնվել ինչ որ համապատասխան տեղ։ Դրանից հետո ինքը հետևանքներ չի ունենա, որ գնատուն հարևանները չեն թքի երեսին, հենց մուտքի մոտ կամ չգիտեմ, փողոցում որ տեսնեն չեն ասա այդ թուրքից ծնված։ Դու իմ գույքը, իմ ազգային գույքը, ո՞ց թե թուրքի վրա ես վաճառում։ Մեր երկիրը կարան գան քեշ փողով, կանխիկով առնեն։ Կանխիկով, հետո կպարզվի մենք մեր տան մեջ տանվոր ենք։ Հա, որտեղ մենք մրցունակ չենք, իրանք կարող են գալ այդ նավթա դոլարներով, պատկերացրեք Ադրբեջանի, ասեն Ադրբեջանում ասում, Թուրքիան իր արտաքին քաղաքականության համար, քարոզչության համար 3.7 միլիարդ փող է ծախսում տարեկան։ Դրանից 2 միլիարդը տա, ասի լսի, քարոզչություն պետք է։ Արի այս տարի 2 միլիարդ վերցեն գնանք Հայաստան։ Դուք պատկերացնում եք 2 միլիարդ դոլարով ինչքան բան կարելի է առնել, գույք կարելի է առնել Հայաստանում։ Այսինքն Հայաստանի հարցը ոչ ինքնաբերաբար փակվում անդե մի անգամից պատերազմ պետք չի, այլ քարոզչություն պետք չի, այլ պետք չի գնալ միջազգային դատարան, Եվրոխորհուրդը ոչի բան չի կանանի, երբ որ դու 2 միլիարդ դոլար, պատկերացնում եք այդ ինչ անում։ Ինչքան գույք կա Հայաստանում վաճառքի եւ չվաճառքի, կարելի է 2 միլիարդ դոլարով առնել։ Եթե սա չի վերահսկվում, դա արգելք չկա, այսինքն նա կարա գարնի, վաղ ամեն ինչ կառնեն։ Գետերը, սարերը, ձորերը, տները, հիմնարկությունները, ճանապարհները, ռեստորանները, հյուրանոցները, ամեն ինչ տները առնեն, մեկ էլ կտեսնենք մենք այնտեղ շարժվելու տեղ չունենք։ Ոչ միայն շարժվելու տեղ չունենք։ Իրանց նա անենց վարձ կդնի դրա վրա, որ դու չես կարող օգտվել։ Կդատարկվի Հայաստանը։ Այսինքն Հայաստանը առնելու համար փաստորեն ոչ մի սահմանապահում ու արգելք չկա։ Ես մի բանի վրա եմ զարմացած, որ միջև դա չի անում։ Ազնիվ խոս զարմացած եմ, 70 հոգի է ընդամենը դա։ Եթե 70 հոգի կարող է լինել, 70 գույք։ Ինչի դա չի կարող լինի 700 գույք։ Եթե սահմանափակող ոչինչ չկա դրա մանոնեստրական, եւ սրանք անում են, ես հիմա գալիս եմ նորից մեզ։ Հիմա այս մարդը ընկեր ունի, կին ունի, երեխեք ունի, շրջապատ ունի, հարևան ունի, չէ՞, քանի հոգի է վաղը բռնելու դոշերից սրա, ու սա աշխատողներին, ասի այդ չի վաղ, այդ տականք։ Դու քո փողյավան, իմ երեխու ապագան, չես վաճառել։ Որովհետև կարող է ձեզանից մեկը երաշխավորի, որ այս տականքը վաղը 70 գույքի փոխարեն 700 գույք չի վաճառելու։ Այսինքն ինքը չի վաճառվում, ինքը գրանցումն է։ Ինքը գրանցում է, եթե դրան գան փողով, պատկերացնում եք ինչքան բան կա Հայաստանում վաճառվում։ 2 միլիարդ փող պետք է չի դրա համար, շատ ավելի քիչ փող է պետք։ Իսկ եթե մարդ իմանա փող տվող կա, հայ իմանա փող տվող կա, արտեր, ձկնաբուծարաններ, ամեն ինչ, հանքեր, մանքեր, ամեն ինչ կվաճառեն։ Ամեն ինչ կվաճառեն։ Հիմա ո՞նց են ամուրսարը վաճառում, չէ՞։ Իրեքալ ասում է փող չունեմ, ասում է փողներ եմ ես տալի, վերցրա։ Արամ Սարգսյանը Զավինի քուրը, Վազգենի քուրը։ Ասում է տանկ, էական չի մեր հետ ինչ կլինի, տանկ, կարևոր առևտուր անենք։ Պատկերացնում եք, սենց մարդիկ շրջապատում են, չէ՞ մեզ։ Մեզ շրջապատում են։ Հիմա մենք մունատ գալու փոխարեն, եթե դրանց տեսնելուց ուղղակի մեզանից հասանելի կանեինք։ Իրանք կշարունակեն այս հանցագործությունները։ Ես կարծում եմ, որ ոչ։ Եթե մենք դա անելու փոխարեն նախընտրում ենք մեղաջել, մունատ գալ, հա, լավամարդներ, ապագա չունենք ուրեմն։ Սա նայեք։ Նիկոլի շարացումն էլի քշում է մարդկանց վրա։
Անպատիժ են, որովհետև գիտեք ինչի, նախորդը տվեց, սպանեց հղի կնոջը, մի օր չի նստել։ Մի օր չի նստել։ Ինչի՞ դա չի կարող երկրորդը, երրորդը լինի։ Ինչի՞ չի կարող երկրորդը լինել։ Հասկացեք, անպատժելիությունը ահավոր սինդրոմ է ինքը, ահավոր վիրուս է դա, վիրուս։ Ոնց որ նարկոմանյան։ Ամեն մի նարկոման ասում են գնալով դոզան բարձրացնում է։ Ամեն մի անպատժելիություն ինքը բերվում է հետևից ավելի մեծ անպատժելիություն, զգացում եւ ցանկություն, եթե սա կարող եմ անել, սա էլ եմ ուզում անել, սա էլ եմ ուզում անել, սա էլ եմ ուզում, եթե կարելի է մարդկապետ չնստել, այդ դեպքում ինչեմ նայեմ լուսացուցին, մեկը ոչ տուգանքն են վճարում, ոչ ալագաչափն են վճարում, ոչ էլ մարդկապետու համար են նստելու։ Իսկ դուք հասկացեք, որ այս ամեն ինչից օգտվում է ոչ թե բանական շերտը, այս ամեն ինչից օգտվում է ամենատականք շերտը։ Իսկ այս իշխանությունը իքնա բնույթով հակված է հենց այդ տականքին ջերես բերելու, որտեղ այդ տականքի շնորհիվ է, որ ինքը մնում է իշխանության։ Եվ այս մեքենաների ղեկերին հավաքվում են, հայտնում են համապատասխան մարդիկ։ Նորից գամ հարցին։ Մենք անելիք ունենք այս առումով թե չէ։ Այսօր մի հատ աղջիկ նեղված էր, որ են ոստիկաններին հետ պաշտպանել, որ են մարդուն ծեծելով հանել են մեքենայից։ Նիկոլին Սիգնաչ կփուլ տալու համար ասենք էլի։ Ասում է, հələ տեսեք ինձ ոնց են անպատվում չար ու նախանց մարդիկ։ Ինքն ասել էր, որ պետքա հարգել եւ ենթարկվել ունիֆորմային։ Սենց կա։ Հիմա այս կարգի մարդկանց ուզում եմ ասեմ։ Դուք հաճույք եք ստանում, որ ձեզ նվաստացնում են։ Այսինքն նույնիսկ ձեզ նվաստացնողներին դուք պատրաստ եք պաշտպանել, հա, որ դուք ասեք մի բան, ֆրազ գրի, հարգեք ունիֆորման։ Այսինքն եթե այդ ունիֆորման հանդիսանում է քո այսօրվա ցեղասպանվելու ճանապարհը, պատճառը, քո ցեղասպանողին պաշտպանողը, դու պատրաստ ես որպես լոբան, լոզունգ, հարգենք ունիֆորման։ Ինչի համար։ Ուղղակի որ ունիֆորմա է դրա համար։ Ինչի համար։ Ինչի ունակ թուրքական զինվորի հագուստը ունիֆորմա է, չէ՞ էլի։ Դա էլ է հարգում։ Թուրքական ասկերը, որ մտնում է գյուղերը, կոտորում է հայերի։ Այն հայ երեխեքին, որ սպանեց Արցախում, այն կանանց, որ կտրտեց, նկարեց, ուղարկեց։ Մի խոսքով, դա էլ է, չէ՞ ունիֆորմա, դու դա էլ ես հարգում։ Այսինքն այս մենակ ունիֆորմալիկ, ասես լոզունգներ, օյ, ես ասեցի, պետք է հարգել ոստիկանին, ունիֆորման, ու ին վրա հարձակվեցի։ Հարգեք։ Հարգեք, իսկ իմ համար է դա ոչ միայն հարգենք, ոչ միայն դա հարգանքի արժանի չի, դա մեղադրանք է արդեն, այդ ունիֆորման որ դրա վրա է, դա արդեն մեղադրանք է, դա արդեն քրեական գործ է, ինչ հարգելու բան է։ Նշանակում է ինքը այս դավաճան ռեժիմին, այս ցեղասպան ռեժիմի ինը հենարանն է, ցեղասպանել հայտարարում է իր ցեղասպանական գործողությունները աջակցելու համար, այս ունիֆորմա հագնողին պաշտպանվում է բնակարանա տալ այդ բոլորը ցեղասպանվողի հաշվին։ Պատկերացնում եք։ Հիմա ասում են մենք հարգենք այդ ունիֆորման։ Արեք ցիվիլ լեքսիկոնի սահմաններում բանավիճենք։ Հարգի։ Այդ դեպքում պատրաստ ես թուրքական ելիչեր ունել հարգել։ Եթե ոչ, ուրեմն պետք է բացատրես դրանց տարբերությունը որն է։ Եթե պետք է ասես անունազգանուն, դա քիչ է, դա հիմք չի։ Եթե պետք է ասես փողը մենք ենք տալի, ավելի վատ։ Որտեղ իրանք երկուսն էլ անում են նույն գործողությունները։ Գոնե նրան ասենք թուրքական կառավարությունն, ադրբեջանական կառավարությունը վճարում։ Այս մարդուն համ դու ես վճարում, համ նույն գործողություններ անում քո նկատմամբ։ Չգիտեմ։ Երևի այդ Թուլատ Հակոբյանին հիշում եք բոլորդ երևի։ Նամակագրել Փաշինյան Նիկոլին, ասում, պարոն Փաշինյան, այս թեմայով երկրորդ հրապարակումն եմ անում, ասում, քեզ երկու անգամ ասում, ուրեմն 2 տարի առաջ 23 թվականի ապրիլի 29-ին եկել եք մեր գյուղ Դովեր եւ կառավարության այն է հարկատուների միջոցով կառուցվող դպրոցի մոտ ասացիք, մեջբերում եմ ձեր այսօրվա Facebook-յան գրառումը, նոյեմբերյան խոշորացված համայնքի Դովեր գյուղում կառավարության կողմից կառուցվում է մոդուլային դպրոց։ Շինարարական աշխատանքները լայն թափով ընթացքի մեջ են եւ կավարտվեն հաջորդ տարի։
Դպրոցը նախատեսված է 140 աշակերտների համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը կարծում եմ 750 միլիոն դրամ։ 750 միլիոն դրամ, տեսեք։ Ձեր գնալուց հետո աշխատանքները լայն թափով կանգ առան։ Դպրոցը չի կառուցվել, նկարներ այսօրվա է, հույսեր չկա, որ կկառուցվի։ Բայց դպրոցը ինձ այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ գյուղում նորմալ դպրոց կա։ Փաստորեն նորմալ դպրոց կա, 750 միլիոն դրամ հայտկացել են, չի կառուցվել, ասում եմ դա այդքան էլ ինձ հետաքրքիր չի։ Տեսնեք ի՞նչն է այդ մարդուն հետաքրքրում։ Ասենք 750 միլիոն դրամ, հա, ասելը, չանելը, փոշիացնելը 2 տարվա մեջ։ Այս մարդուն չի հետաքրքրում, դա տեսնեք ի՞նչն է հետաքրքրում։ Ջիպս վաճառել է, մնացել է Nissan March-ի հույսին։ Ամեն անգամ անցնելիս տակերը տալիս են, տակերը խփում են, ինքը դա դառն է։ Գյուղացիները շատ դժգոհ են, քանի որ բոլորի մեքենաները ջարդուփշուր են լինում։ Ասում եթե սարքելու եք, սարքեք ճանապարհ, եթե չեք սարքելու, ասեք իմանանք։ Եվ այլն։ Հասկացեք այս մարդուն ի՞նչն է հետաքրքիր։ Հասկացեք խոստումներ, գումարի փոշիացում, խափել, մանիպուլյացիա, դա հանցագործություն չի, բայց smart bitch-ն ասում է թե չեք սարքելու, ասեք իմանանք, ասում է կամ էլ այս մարդու մի հատ ջիպ ար, Փաշինյան Նիկոլ, Դավեր Էժան կնստի քո վրա։ Ինքը էլի ջիպով կգնա կգա, ոչ թե Nissan March-ով, տակը չի խփի, չի նեղվի, թքած թե դպրոցը պիտի լիներ, ու չկա, ասում է դե ոչինչ, մենք այդ դպրոց ունենք։ Փաստորեն համ դպրոցը կա, համ էլ 750 միլիոն դրամ միտեղ ջնջել են ուղղակի, տապալել են։ Փոշիացել են։ Դա դե ոչինչ ասում է։ Դա ավտոյի տակն է խփում։ Ես վաղուց եմ հասկացել, ես ինձ չի որ ասենք այն միամիտներից եմ, որ ես հավատամ, որ հա Թուլատ Հակոբյանը ով մի բանից դժգոհելու է Փաշինյան Նիկոլին։ Այսօրվա իշխանությունից, եթե դուք տեսնում եք մեկը դժգոհ է, վստահ եղեք, որ ինքը ճիշտ բանի համար է դժգոհ, որտեղ շատերը դժգոհ են։ Ուղղակի որ ասենք իրենց ավտոյի տակն է խփում։ Եթե ասենք իրենց նոր ավտո կան, ինքը դա պրոբլեմ չունի։ Շատերը դժգոհ են, որ այսօրվա կոռուպցիոն մեխանիզմներից իրանք չեն օգտվում։ Այ եթե իրանք օգտվեին, իրանք այդքան էլ դժգոհ չէ լինեն։ Լավ է, ի՞նչ տարբերություն, որ վաղը մյուսը թուրքը մտնելու են տունդ։ Ինչ եմ ուզում ասեմ, ամեն մի Նիկոլ Փաշինյան քննադատող չի, որ մարդ է։ Բայց հասկացեք նա մոտիվացիան ի՞նչն է եւ ի՞նչն է քննադատում եւ ինչի համար։ Թե չէ տարբեր տոներ են ուղղակի ասում են, սա մասին ինչ կարծիք, գիտես Նիկոլին ինքը հակա Նիկոլ է, ինքը հակա Նիկոլ։ Ես եւ ինչ որ բաց կարծիք պետք է ասեմ հերթական հակա Նիկոլի մասին։ Եկ ամբողջ ռուսական ագենտուրան հակա Նիկոլ է։ Գոնե դες ցույց է տալի, գոնե դες ասում է, բայց ամբողջ ռուսական ագենտուրա ծառայում է Փաշինյան Նիկոլին։ Որովհետև եթե չծառայեր, իրանք մանդատները կդնեին ու դուրս կգային։ Եվ Փաշինյան Նիկոլը չէր մնա վարչապետ, ուղղակի։ Բայց ես այսքան ասելուց հետո, այսքան կրկնելուց հետո էլի նույն բանն են ասում։ Ժողովուրդ ջան, եթե դուք այսօր տեսնում եք, մեկի ձեռը փող կա։ Փող, դա հայտնի չի ով է տալիս։ Բայց ես գիտեմ Հայաստանում ով է փող տալիս։ Հայաստանում փող են ծախսում միայն ռուս-թուրքական գործակալների վրա։ Փողը կա, զենքը կա, կազմավորված ինչ-որ sense ֆիլմեր նկարահանվում են։ Ժողովուրդ ջան, չի կարելի այսքան միամիտ լինել։ Չի կարելի այսքան միամիտ լինել։ Դրանցից ոչ մեկը հակա Նիկոլ չի։ Ոչ մեկը խոսքը ոչինչ է։ Ամենաճառոմ խոսքն էլ ոչինչ է։ Ես եթե ես չեմ խոսում, ես նշանակում է, ուղղակի դրանց նույնիսկ ժամանակ չեմ ուզում դրանց վրա ծախսել, հա։ Հիմա այս օրինակի վրա սանց եմ ուզում ցույց տամ։ Այս Միքայել Նահապետյանի Facebook-յան էջից է վերցած, երեք կարդացի, ուղղակի այսօր որ տպել էին ասի խոսեմ։ Տեսնում եք այս դեմքերը։ Գնա, հասկանաք սրանք ովքեր են։ Հասարակական քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի Facebook-յան գրառումը։ Ասում է հանկարծ իմ ուշադրությունը գրավեց, թե ովքեր են առաջ գնում։ Ու բոլոր, այ։ Նիկոլի շրջապատում եւ ինչն է միավորում այդ մարդկանց։ Նիկոլը երկու տեղակալ ունի կառավարությունում, երկու կուսակցությունում։ Բոլորը ճամբարափոխ են։ Այսինքն կապ չունի երեք ինչ էր ասում։ Դրանք բոլորը պոտենցիալ ճամբարափոխ են, այսինքն խոսալ այդ կապ չունի։ Մեհեր Գրիգորյանը ԲՀԿ-ի քվոտայով մտավ կառավարություն, բայց 2018-ի հոկտեմբերի 3-ին թռավ ԲՀԿ-ի վրայից թռավ։ Տիգրան Խաչատրյանը
երկար տարիներ եղել է նախորդ իշխանությունների ֆունկցիոներներից, բայց շատ արագ հարվածվեց նոր իրականություններին։ Կուսակցության տեղակալ Գարիկ Պապոյանը սա ու Վահագն Ալեքսանյանն հիշում եք խոզին Էքսոն եղել են ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ասում welcome խալի պաչորներ կարերիստներ բայց 2018-ից հետո խոսում են այնպես կարծես 2008-ի մարտի 1-ի գնդակները արտամներով են բռնել այդ տղեկը Նիկոլ ունի ֆրակցիա որը ղեկավարում է Կոնջորյան Հայկը որպեսզի լավ հասկանանք թե ով է նա ասեմ լուսավոր Հայաստան կուսակցությունում իր դիրքերը ամրապնդելու համար նա քավոր էր կանգնել Էդմոնին Մավուկյան բոլորը նույնն է ժող բայց 18 թվականի նոյեմբերին հանկարծ հասկացա որ հույսը հավատը սերն ու մկրտությունը լրիվ ուրիշ տեղում է կապել պայմանները Նիկոլը ունի անվտանգության քաղաքտուղար Արմեն Գրիգորյան որը դավաճանել Արցախում իր ճարտար գյուղը հավաքել ու կազմակերպել է մի խումբ մարդկանց որ հանձնարարել է գովերքել իր հոր գերեզման ադրբեջանցիներին թողնելու քաղաքականությունը այսինքն այս մարդու հոր գերեզման ընդեղ է ինք այդ հոր գերեզման ադրբեջանցիներին թողնելու համար աշխատում գնացինք ունի ասма Վահագն Խաչատուրյան այդ դիակն է որ նախագահ է համատեղության կարգով տեսել եք դիակը նաև նախագահ Օստրիության ասում է ինչ որ թիթիզ բաների համար դավաճաններ 30 տարվա քաղաքական ուժին լքեց հակը ու շարժումը բայց ոչ մի բանը չի լքել հակի կադրնա պետք է հենց Նիկոլ Փաշինյանի կողքն լիներ հա այստեղ նույնիսկ չեմ խոսում մի պաշկա առազգական դեպուտատների մասին որոնք երկու անգամ դավաճանեցին լևոնականությունը մի հատ միջև 20 թիվը մի հատ դրանից հետո անցնելով Գարեգին Նժդեից միջև Աբուլֆազ Էլչիբեի ողջ գաղափարական փոխանցումը ինչի համար եմ սա ասում Այդ լևոնականությունն էլ իբր Նիկոլ Փաշինյանի դեմը դա էլ դեմ չի իր ամբողջ կադրերը աշխատում են էլի Նիկոլ Փաշինյանի համար Ժողովուրդ ջան եթե ես սենց ասեմ իմ իմացածի չափով եմ ասում իսկ ես գիտեմ քաղաքական դաշտը շատ թեքիչ մի քիչ լավ հա կարող է ինչ որ անհատներ կան նոր շատ նես խոստումնալից դեռ հələ չգիտեմ կենսագրությունը որ իր մասին կարծիք հայտնեմ բայց հիմնականը գիտեմ, հա։ Ոչ մի սուպեր նոր բան, եթե արժանիք չկա, մի փնտրեք։ Այսինքն եթե կա, ես անպայման անդրադառնում եմ այս կամ այն ձև։ Եթե կա չեմ անդրադառնում, ձեր կարծիքով կա ու չեմ անդրադառնում, կամ իր մասին ինֆորմացիաս բավական չի, որ ես անդրադառնամ, կամ այն ինչ որ կա, թույլատալի, որ իրան ընդհանրապես ես չի հիշում։ Այսինքն իմ համար պարզ է իմ ինչի համար աշխատում։ Պարզ է Որովհետև այս քաղաքական բան այլասերումը տեսնում եք այս փոխակերպումները լուսավորից ԲՀԿ-ից հանրապետականից դեպի քայլառածներ հետո նույնիսկ գնալու են կան սա ես տեսել եմ այնքան եմ տեսել ասենց աշխը տեսածից է վախենում գնա կարաչ հա այս էլ բանը ես ամասին արդեն ասեցի մի քիչ առաջ ընկա որ ասում Նետանյահուն հանգիստ եկել գնացել է Հունգարիա ու առանց հետևանքների առայժմ առանց հետևանքների բայց եթե մնաց առանց հետևանքների ուրեմն շատ վատ է լինելու այս Եվրոպայի համար եւ այսպես գալիս ենք հասնում ենք մեր հայկականությանը հա ես գիտեմ որ Լոս Անջելեսում մասնավորապես ռուսական թևը շատ գոհ Թրամփից եւ երազում էր Թրամփը լինել նախագահ ես ոչ երազում էի Թրամփը լինել նախագահ ոչ էլ երազում էի Բայդենը լինել նախագահ իմ համար երկուսն էլ մեկ էին որտեղ առանձնապես սպասելիք չունեի Ոչ ենից, ոչ նայից։ Բայց հիմա հասկացանք ինչ է տալիս Թրամփի նախագահությունը։ ԱՄՆ-ում հայկական ապրանքները առնվազն 10%-ով կթանկանան։ Ու բնական է որ կթանկանային առնվազն 10%-ով։ Ես գիտեմ որ էլի այս անինելու չէ, սա ժամանակավոր է, սա լուզվելու է, ապան։ Սա մասին երկար եմ խոսալու։ Դեռ արժևում խոսալու ենք էլի։ Բայց ժողովուրդ ջան Մենք կրկնում ենք նույն բանը։ Մենք որ Նիկոլի 18 թվականի մայիսի 8-ին էր, չէ՞, կարգվեց դա հանրապետականի ձեռքով վարչապետ հիշում եք։ Մայիսի 8-ին, թե 7-ին էր, կարգվեց 7-ին կարծեմ։ Մայիսի սկիզբն էր։
Ինչի որտեղ մայիսի սպասում ենք որ մայիսի 8-ի Շուշի ազատագրման օրը նա պետք է ազատագրեր բոլոր միանգամից պետք է ազատ բարտերից բանտերից դուրս գային բոլոր քաղաքբանտարկյալները Շանթ անկերների հետ Հայկը Գյուլերյան Սասնացրերը մեկ տենց էինք սպասում որ պետք է դուրս գար չերավ մայիսի 9-ին էլ չերավ մայիսի 28-ին էլ չերավ եւ այս ժամանակ ասեցինք խփել զանգերը հո ընկեր դու հերափոխության վարչապետ ես թե դեմագոգ մեկ էլ միանգամից ամբողջ սուրուն սկսեց օրենքով ամեն ինչ թուղթ ու թանակով բան sense թողեք թող աշխատեն եւ այլն ասեք առաջի գործողություններից եթե վեկտորը սխալ է ինքն արդեն սխալ է գնալու պետք չի որ 7 տարի անցնի հասկանաք եթե սկզբից վեկտորը ընդեր է դրած ունեն պետք է այնտեղ գնալ այնտեղ հասներ հիմա սա նույն բանն է այն ինչ որ հիմա անում է այն նախընտրական խոսումների հետ Make America Great Again ծիծաղելի արդեն եթե թանկացնելով ամեն ինչ հա հզոր դառնալը իսկ թվում է մենք տարբեր հատման ունենք կարծիք ունենք ինչա նշանակում հզորություն եթե հարևանների հետ ընդհանրապես աշխարհի հետ թշնամանալով եւ ռուսներին փրկելով է ու Նետանյահուին փրկելով է աշխարհ ամերիկան դառնում հզոր էլի մենք հզորության հետ կապված տարբեր պատկերացումներ ունենք դե առայժմ հələ որ հայկական ապրանքները կդառնան 10%-ով ավելի ցանկ պլյուս եվրոպական կանադայից եւ այլն բոլը նույնիսկ ասում մենք նույն սխալն ենք անում ինչ որ արեցինք Փաշինյան Նիկոլի ժամանակ նեղացած է Թրամփը որ ինչ այսքան փրկում է Պուտինը փաստորեն Եմենի բույթներն ապստամբներինա այդ հուսիտներինա զին զարմացած ես ապշած ես Թրամփի տեսակ չգիտեի դրա մասին մտածում էր վովոչկան քո այդ անմնացորդ եւ ինքնամոռացել գնահատելու է ասում լավ տղա է ասում պես քիչ մանկամիտ դուրս եկավ բայց կարծում շատ կասկածում եմ սա մանկամտության արդյունք է հա որտեղ այս տարիքում լավ մի խորհրդականներ չունենաս որ ասես քեզ ուզում ես մատերիդ վրա բոմբարի դի Պուտինի դեմը մեկա Պուտինն անելու այն ինչ որ ինքն է ուզում ինչ որ իրեն հարմար է իսկ այն ինչ որ իրեն հարմար է քեզ կործանարար է եւ այսպես սա stock market-ը Wall Street-ում զանգերն են խփում, որովհետև այս հայտարարած արդյունքներում, հայտարարած տարիքների ընթացքում միանգամից ընկնում է ակցիաները այս stock market-ում։ Սա ինչի մասն է խոսքը։ Ամերիկան ներդնեք մի կողմ, հարցը ամերիկան չի։ Ինչ որ կատարվում է իմ Ամերիկայում, ուղիղ անդրադառնում է նաև մեր վրա։ Որովհետև այս ամեն ինչը ոչ միայն չի բերում տնտեսական զարգացածություն, առաջընթաց Ամերիկայի Միացյալ Նահանգներում նաև բերում է քաղաքական մեկուսացման։ Քաղաքական մեկուսացման մասին մենք արդեն խոսացինք, ինչ է սպասվում դրա արդյունքում Հայաստանում։ Եթե չկա կոնսենսուս, եթե չկա միջազգային օրենք եւ տնտեսապես խզում են քաղաքական բոլոր կապերը, դառնում է ջունգլի աշխարհ։ Իսկ այդ ջունգլիում, աշխարհակաղակական ջունգլիում Հայաստանը ոչ միտեղ չունի այսօրվա Հայաստանը։ Եթե լիներ 6 տարի առաջ կներեք 8 տարի առաջվա Հայաստանը, 8 միջև Նիկոլ Փաշինյանը։ Ես կասեի գրողին, ասկի ոչ թե գրողին, բայց կասեի այո, վատա որ ջունգլի է, բայց մենք ամոր կանգնացենք մեր հողի վրա։ Հիմա մենք այդ ջունգլիում մենք անելիք չունենք։ Իսկ եթե մեկին թվում է, այս փոփոխությունները stock market-ում, այս քաղաքական այս վայրի բերումները, մեզանից այնքան հեռու է, որ ինչ անենք, ասենք դա արժե զրկվեց, հա, բորսան։ Դա ընդհանրապես բորսայի արժեզրկում չի։ Դա տնտեսական թուլացում է, դա տնտեսական ազդեցության թուլացում է, դա եթե տնտեսական ազդեցության թուլացում է, նաև ռազմական ազդեցության թուլացում է, նաև քաղաքական ազդեցության թուլացում է։ Երբ որ չարի գիծը սկսում է հովանավորվել նույն մարդուց, որը թուլացնում է տնտեսականը, սրանք պատահական բաներ չեն, սրանք բոլորը աշխատում են մեր դեմ։ Դե կարող սիրեք բանին Թրամփի, ես ոչ սիրողների կողմից եմ, ոչ չսիրողների կողմից։ Ինձ իմ երկին է հետաքրքրում։ Իսկ Եվրոպան պատրաստում է նոր F-16-եր տալ, նոր խմբականակ տալ Ուկրաինային, որի համար կեցե Եվրոպա։
պետք է տալ։ Այս հարցը տեղ անցում։ Երևի հիշում եք, ել եմ ասել, լուսիդը այս քալորդ բարձրացել է իր վաճառքը, հոյակապ մեքենա է, ու սա գիտեք ինչ է արդյունքում։ Ժողովուրդը վերաբերմունք ունի դրա արդյունքում։ Տեսնայի շնորհիվ։ Այսինքն ես ասում հասարակական պարսարանք միանգամից մասկի գործողությունները արձագանքա գտուն ժողովրդի մոտ։ Ոնց ինքը չի դուս գալի փողոցները, ինչ որ մեկին խփի կամ գլուխ ջարդի, ոչ։ Տեսնա ունի, հրաժարվում է տեսնայից գնում է լուսի դառը։ Իսկական պարս։ Պարս։ Ու դրամատել կորուստներ, ֆինանսական այն աստիճանի կորուստներ, որ եթե նույնիսկ ամբողջ Ուկրաինան էլ տան Մասկին ու Թրամփին, կարող է բաները չփակի ուղղակի, որովհետև իմիջը ստեղծումը շատ դժվար, տադիների աշխատանքա, կորցնելը 2 ամիս է պետք ընթանում, 2 ամիս։ Հիմա գանք մեր իրականություն։ Լսենք։ Կոմիտեն ամմահ է, ամմա մինչև Կարաբաղի դեստական միավորումը Հայաստանի հետ, Արցախ, Ես չգիտեմ ոնց քաղաքագիրտ բառապաշարի բառամաթերքի արդյունքում նկարագրեմ բոլոր նրանց, որ նայում են այս կադրերը ու ամոթի զգացում չեն ունենում այս մարդուն աջակցելուց։ Իրոք դժվար է ինձ հասկանալ, ես ինձ կուզեմ այդ հասկանալ։ Ես միշտ չեմ հասկացել։ Մի շրջան կար, որ ասում են, «Տես բան չի եղել»։ Իրոք ասում են, «Տես բան չի եղել»։ Ինքը դա տես չի ասել, ինքը դա ի նկատի չուներ եւ ես որտեվ շփվել եմ չէ բոլոր հետ։ Ասում եմ դուք ո՞նց եք էլի անում։ Հետո այն ժամանակ դες այս աստիճան սրվածել չէ Սերժ Սարգսյանի ժամանակ, էքզիստենցիալ վտանգ չկա։ Բայց ես ուղղակի ես մարդուն, որ տանել չեմ կարողացել միշտ։ Միշտ ես տեսել եմ 90-ականներին։ Դե ասում են լավ դե թսիրում են, թսիրեն, ես բան չի, ասեն էքզիստենցիալ վտանգ չէ, բայց միշտ հարցնում էի, էլի։ Հիմա եմ ուզում հարցնել, որ հասկանամ այս մարդիկ այս կադրը նայելուց ինչ են զգում։ Ու կա մեկը, որ մտածում է, որ ես ստախոս է, եթե այն ժամանակ այս էր ասում, հիմա ասում է տղայեք մի տվեք։ Ու ինձ էլ գրում են, հայերը խելոք չեն, հայերը հիմար են, եթե 94 թվականին լսեին Լևոն Տեր-Պետրոսյանին։ Բայց ինչի 94 թվականին, 88 թվականին լսել են, ես ես Լևոն Տեր-Պետրոսյանին եմ բանը լսում։ Ինչի եք դուք 94 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին լսում։ Օրինակ ինչի դու սկսած համ սրան լսես, համ նրան համաձայն լինես։ Լուրջ ինձ դա հետաքրքրում է։ Չէ՞ որ այս մարդիկ մեզ շրջապատում են, չէ՞ որ այս մարդիկ էլի նույնս եմ ասում, ազդեցություն ունեն հասարակական քաղաքական կյանքի վրա։ Իրանց մասշտով պետք չի ասենք լինել, ասենք որ իրանք դոմինանտ են, լուսանցքային են, փոքր են, էական չի։ Էական չի, բայց ես հարց եմ տալի, չէ՞ որ այդ մարդկանցով էլ է նաև կառուցում հասարակությունը, եւ այդ հասարակությունը կերտում է իր քաղաքականությունը, ստեղծում է իր էլիտան, կառավարական, չգիտեմ, գիտական, մշակութային, այս հասարակությունն է ստեղծում այդ էլիտան, հա, որը պետք է որոշակի արժեքներ առաջ տանի, բյուրեղացնի ու առաջ տանի։ Եթե այդ հասարակությունը այսարան համաձայն է, որ կարելի է ասել մի բան վաղ ուրիշ բան։ Հարց, բա ինչ արժեք է ինքը գեներացնելու, բյուրեղացնելու ու անցնի տանի առաջ։ Ստախոսությունը, երկերեսանությունը, խաբեբայությունը, ասենց էլիտա ունենաս ու դու նորմալ քաղաքական դաշտ ունենաս, կամ եթե քաղաքական դաշտը դա է, դու պետք է նորմալ տնտեսություն, սոցիալական ապահովություն, բժշկություն ունենաս, երբ որ կարելի է ասել ու անել հակառակը։ Դա ինչ որ անում է Փաշինյան Նիկոլը։ Իր դասատուի հավատարիմ աշակերտն է ինքը։ Ոնց կարելի է ասենք մերժել Նիկոլին, բայց ասեն սիրել Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ինչ ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը պահվածքի մեջ այդ աստիճան տականք չի, ինչքան ասենք Փաշինյան Նիկոլը։ Բայց ինչ կապ ունի, արածը նույնն է, չէ՞։ Բանը կոնցեպցիան, կառուցվածքը նույնն է, չէ՞, ասա մի բան, արա հակառակը։ Հետո ասա ինչի պիտի, դու բացատրի ինչի պիտի անեիր հակառակը։ Ու քո հետևողները կասեն, մի քանի հատ էլ ասենք չհասկացվող բառեր օգտագործի, լուրջ դեմքով, թող մարդիկ մտածեն, դու խելոք ես, իրանք դմբո են,
Իրանք ես չեն հասկանում, նշանակում է իրանք առնվազն որպեսի դմբոչ Երևան պետք է ասեն, հա, դրա համար, հա։ Դրա համար է սա է։ Դրա համար է այս մարդիկ մեր հասարակության մեջ տեղ ունեն, ասում ես միշտ երազել եմ զենք ստեղծել, ես իմ ստեղծած զենքն է։ Այս մարդը Փաշինյան Նիկոլի ամբողջ այդ քողը ապահովը դավաճանության քողը ապահովը պատկերացնում եք սա ով է։ Այս են ժանգլյորն է, որ ձեզ զբաղացնում է, մեկ էլ ձեր հետևից ընդ է սպանում են ձեզ։ Այս սա դա է։ Ու սա մեր միջավայրում է ապրում։ Սա զենքում նկարներ է անում, սա հարցազրույցներ է տալի, մեկն էլ բան անում սրան, չգիտեմ, կանչում զրուցում է կամ տարածում է։ Եթե մենք այս ամեն ինչը նորմալ ենք համարում, ժողովուրդ, ինչքանով է տրամաբանական, որ մենք պետք է ունենանք նորմալ երկիր։ Իմ կարծիքով մենք հիմա ունենք անենց երկիր, ենկանքի երկիր, ինչը որ մենք ստեղծել ենք, հենց սենց արծրուններով, Տեր-Պետրոսյան Լևոններով, բնականաբար Նիկոլներ պետք է լիներ, բայց ինչի՞ է ցվում ձեզ, դու կարող եք նորմալ համարել ստելը, դավաճանելը, խաբելը, սպանելը ու չլինի այնտեղ Նիկոլ վարչապետ։ Սրանք փոխկապակցված բաներ են։ Վերջում ուզում եմ մերս հայրենակցին լսենք ուսանով ավարտենք։ Հայատյացա։ Ինքը ինչը որ հայկական է, Հայաստան բառի հետ է կապված, հայ ժողովրդի հետ է կապված, ինքը ուզում է այդ ամեն ինչը վերացնի։ Ես ուրիշ պատճառ չեմ տեսնում։ Կամ էլ պայմանավորվածություն ունի ինչ որ մեկը իրեն դրա համար է բերել այդ պաշտոնին։ Այսինքն Հայաստանը վերացնելու, որտեղ բոլոր քայլերը դրա մասին են խոսում։ Հիմա դա անում է շանտաժի հետևանքով, այսինքն իրեն վարկաբեկող ինչ-որ տեղեկություններ կա, որ կհրապարակվի, թե իրեն գնել են, գնելու համար վախենում է այդ ինֆորմացիան, չնայած դա էլ է էլի շանտաժի հետևանք։ Բայց համենայն դեպս ինքը ընդամենը ատում է այն ինչ հայ է ու հայկական է, որովհետև եթե ես մտածեմ ինքը իշխանությունը պահելու համար է, ցանկացած իշխանության տարածք է պետք, ցանկացած իշխանության ժողովուրդ է պետք, որպեսզի ինքը ունենա իշխանություն։ Իսկ ինքը անում է քայլեր, որի արդյունքում կամ ժողովուրդը պետքա վերանա, կամ պետքա թողնի Հայաստանից գնա, Հայաստանի տարածքներն է տալիս, այսինքն տարածք էլ չի լինելու։ Հետևաբար չի լինելու նաև իր իշխանությունը։ Ես չգիտեմ ինքը ինչի համար է այդ ամեն ինչը անում։ Իր գործողությունները մենակ խոսում են հայ տեսակի դեմ թշնամություն ունենալու մասին, ուրիշ ոչ մի բան։ Այո։ Դժվար չէ՞ միում վիճարկել։ Սա հայ չի։ Այս բացատրությունը սա այս նկարն է։ Այսօրվան բան այսքան է, լավ մնացեք։